Մասնակցեցիք եւ ստացիոն ունեցանք ավարտվեց արդեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, կարծում եմ, որ թեև ժամանակային առումով շատ ավելի սերմ, բայց բովանդակային առումով բավականին հագեցած օրակարգով այց էր, մենք 3 չափազանց, բացի իհարկե մեր տեղի ունեցած հանդիպումից եւ հանդիպման ընթացքում ունեցած քննարկումներից 3 չափազանց կարևոր փաստաթուղթ ստորագրեցինք, հիշում եք, Հայաստան եւ Միացյալ Նահանգները ունեին ռազմավարական գործընկերություն, դա արտացոլող փաստաթուղթ եւ հիմա ըստ էության մենք ստորագրեցինք մի փաստաթուղթ, որով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատվեց համապարփակ ռազմավարական գործընկերություն, փաստաթուղթը հրապարակված է, կտեսնեք, որ այս նոր փաստաթղթում շատ ընդգծված շեշտադրում կա արհեստական բանականությանը, բազմաթիվ այլ ոլորտներում, ընդհանուր մինչև տիեզերքում եւ տիեզերքին վերաբերելի հարցերում համագործակցությանը, մյուս փաստաթուղթը հազվագյուտ հանքանյութերի մասին էր, այստեղ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները նորից հաստատեցին այս փաստաթղթի ստորագրմամբ իրենց հանձնառությունը սերտորեն համագործակցել այս ոլորտում, այդ թվում նաև սկսած ուրեմն հետազոտություններից վերջացրած ուրեմն այդ հանքանյութերին վերաբերելի վերջնական դրսևորմամբ, արդյունահանում, օգտագործում եւ այլն, եւ իհարկե երրորդ եւ թերևս ամենասպասված փաստաթուղթը ընդամենը 4 ամիս շրջանակային թրիփ իրագործման ուրեմն փաստաթղթից հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրված այս փաստաթղթից 4 ամիս անց մենք կարողացանք համաձայնեցնել թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական պայմանագրի տեքստը եւ այսօր նախաստորագրեցինք, վստահեցնում եմ, որ ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից եւ անցկացումից հետո արագ տեղի կունենա նույնպես շատ չեմ ուզում մանրամասներով ձանձրացնել իմիջիայլոց բոլոր փաստաթղթերը 3-ն էլ հրապարակված են արդեն հասանելի են կարծում եմ որ հետաքրություն կունենաք եւ մանրամասն կուսումնասիրեք եթե դրանից հետո սպეციფიկ հարցեր կլինեն միշտ ձեր տրամադրության տակ ենք այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին որևէ հարցի կապված եւ այցի հետ եւ ընթացող գործընթացների համեցեք